Երգիչ Արամեն ինստագրամյան իր էջում հանդես էր եկել նոր հրապարակմամբ։ Արամեն հայտնել էր, որ ուշ գիշերին հրդեհի ականատես է եղել ու բնականաբար դիմել է հրշեջների օգնությանը։ Երգիչն իր խոսքում ընդգծել էր, որ հրշեջները բավականին արագ են ժամանել ու շնորհակալություն էր հայտնել նրանց օպերատիվ աշխատանքի համար։ Գիշերվա ժամը 1-ն է համարյա։ Կուրսս ոսնում էինք, ուսնից բան տեսանք, զանգեցինք հրշեջ ծառայություն, 30 վայրկյան հետո տղաները հասան։ Ապրեք ժողովուրդ ջան, մերսի, բրավո։ Նշենք, որ Արամեն հաճախ հանդես չի գալիս հարցազրույցներով, սակայն վերջին տված հարցազրույցներից մեկում խոսել էր մի քանի թեմաների մասին։ Ինչպես Մհերն էր նշել զրույցի սկզբում, Արամեն բավականին համեստ անձնավորություն է անկախ իր գրանցած հաջողություններից և շոու բիզնեսում ունեցած դիրքից։ Արամեն ևս իր խոսքում ընդգծել էր իր որոշ չափով ամաչկոտ լինելու փաստը, ասելով, որ ինքը այդպիսին է նաև անձնական հարաբերություններում։ Իմ առաջին սիրո առաջարկը եղել է Աննային, մինչև այդ իհարկե շատ շփվել եմ, եղել են թվացյալ սիրահարված հարաբերություններ, բայց առաջին քայլը որպես այդպիսին ես չեմ արել, ոչ թե գոռոզություն կամ ուրիշ բան, ես միշտ ամաչել եմ, միշտ մտածել եմ, որ իմ ներկայությամբ, իմ խոսքով չեմ սիրել մարդկանց ուշադրությունը գրավել, ինձ միշտ թվացել է, որ ես կարող եմ իրենց խանգարել ու վախեցել եմ բացասական պատասխանից։ Տարիներ առաջ Արամեին սիրավեպ էին վերագրում երգչուհի Եվա Ռիվասի հետ։ Թեմային անդրադառնալով Արամեն նշել էր, որ ինքն ու Ռիվասը միասին երգել են 8 տարի, ապա հավելել էր. «Մենք հայտնվեցինք մի անսամբլում Արևիկ խմբում, որտեղ նա արդեն երգում էր։ Ես հետո միացա իրենց 96 կամ 97 թվականին։ Հետո այնպես ստացվեց, որ ինձ թվում է այդպես էլ պետք է լիներ, երկուսս էլ բարձրահասակ էինք, երկուսս էլ գրավիչ էինք այդ ժամանակ, ամեն դեպքում ինքը։ Շատ էինք շրջագայում, շատ էինք միասին ժամանակ անցկացնում, ամեն ինչը գումարվեց ու ստացվեց, որ ինչ-որ հարաբերություններ սկսվեցին բավական տևական ժամանակ, մոտ 5 տարի, քիչ չի եղել, բայց օրերից մի օր այդ ամեն ինչը ավարտվեց, դա էլ այդպես պետք է լիներ, ավարտվեց վատ, որովհետև այն ժամանակ ես չունեի այդքան անցած ճանապարհ, միտքս այդքան զարգացած չէր, որ ես կարողանայի այդ ամեն ինչը առանց էմոցիաների, որովհետև սրանք այն հարաբերությունները չէին, որ պետք էր խզել, այդպես գժվել, տառապել, բայց հիմա բան չկա, զուտ այդ հուշերն են։ Դա նորմալ, պատանեկան սիրահարվածություն էր։ Ես նրա մայրիկի կորստի լուրը, երբ որ լսեցի, շատ մեծ ցավ ապրեցի, որովհետև իրենց տանը շատ հաճախ եմ եղել, իր մայրը ինձ բազմիցս կերակրել է։ Ես կուզեի իրենց հավաքցել, բայց չեմ արել դա, առիթ չի եղել և հատուկ ոչ մի բան չեմ ձեռնարկել դրա համար։ Շատ վատ է, որ կա ժամանակահատված, որ ինքը միգուցե իր սխալների պատճառով ստիպված է հիմա այդ ամեն ինչը շտկել։ Եթե ինքը հասկացել է, որ պետք է այդ ամեն ինչը շտկել և ուրիշ կյանքով ապրել, ես դրա համար մենակ ուրախ եմ, որպես մարդ, ով երկար տարիներ անցկացրել է իր հետ, բայց իմ կյանքը ուրիշ բան է արդեն շատ շուտվանից։ Երգիչը խոսել էր նաև ծնողների ու իր հաջողություններին նրանց արձագանքի մասին։ Եթե իմ ընտանիքը չզգար, որ ես ունեմ վերաբերմունք հանդիսատեսի կամ ժողովրդի կողմից, ինձ կասեր ուրիշ բանով զբաղվիր, որովհետև իմ ընտանիքը ևս այդ անկեղծությունը ունի, որը փոխանցվել է ինձ և իմ ընտանիքին, որ չզբաղվի մի բանով, որը շինծու է կամ արհեստական ուռճեցված, երբեք թույլ չէին տա։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Արամեին և մի քանի այլ արտիստների շնորհակալություն հայտնեց որպես ֆիզիկական անձ տարեկան եկամուտների հարկային ցուցակը ներկայացնելու համար։ Երգիչը նշել էր, դա շարունակական է։ Երբ որ եկավ ժամանակը և մեզ ասացին, որ պետք է մտնենք հարկային դաշտ, բոլորի ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվեց, որ մինչև դա մենք հարկ չենք մուծել։ Այստեղ ուրիշ բանի մասին էր խոսքը։ Միշտ էլ համերգների շրջանակներում վճարվել են հարկերը, դա նորմալ է։ Մենք ունենում ենք եկամուտներ, որոնք միայն համերգներից չեն գոյանում։ Այդ դեպքում պետք է ունենանք ԱՁ կոչվածը, որի շրջանակներում պետք է մուծենք հարկեր։ Ես անգամ հետաքրքիր բան եմ առաջարկել։ Եկեք տարին մեկ անգամ մենք տանք կլորիկ գումար, ստանանք լիցենզիա, որպեսզի կարողանանք զբաղվել երգարվեստով։ Դա կլիներ նաև լավ մեզ համար, քանի որ այսօր շատերն են համարում իրենց երգիչ և իրենց թույլ են տալիս բարձրանալ բեմ ու ոչ հայեցի երգեր երգել։ Խոսելով կնոջ և ընտանիքի մասին, Արամեն նշել էր, որ Աննան չի դադարեցրել իր երաժշտական գործունեությունը։
Աննան շատ գեղեցիկ տեմբր ունի, եթե ինքը լիներ այնպիսի երգչուհի, որի ձայնը կտրելը կլիներ մեղք կամ հանցագործություն, ես դա երբեք չէի անի։ Ամենևին չեմ ցածրացնում, իր կարողությունները կան, ավելի փոքր ձայներով երգչուհիներ, որ գործունեություն են ծավալում, բայց իր պարագայում չեմ մտածում, որ ինձ նման կարողանա շրջագայել։ Եթե պատկերացնեի կամ զգայի, որ դա հնարավոր է, գուցե ուրիշ ձև լիներ։ Ի վերջո մեր երեխաները, եթե ինձանից այդքան ժամանակի առումով չեն կարողանում ստանալ, գոնե մորից պետք է ստանան։ Նշենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում էլ Արամեն խոսել էր երեխաների ծնունդի մասին ու նշել էր. դա հրաշք էր իր կյանքում։ Երբ ասում են հրաշք կատարվի, իմ կյանքում այդ հրաշքը կատարվեց իմ Աննա Մարիայի ծնունդով։ Ես երկու երազ տեսա, մենք զաքսավորված էինք ու երազ տեսա, որ Աննայի հետ պետք է եկեղեցի գնամ, եւ երկրորդ երազս կապված էր դստերս անվան հետ։ Ես տեսա, որ սևի վրա սպիտակ պտտվեց ու վերևը գրվեց Աննա Մարիա, որ արչնացա, պատմեցի, Աննան ասում է, եթե ես տեսած լինեի, չէիր հավատա։ Իսկապես դա հրաշք է, հրաշքն էլ ինչպես է լինում։ Մենք օգոստոսի 10-ին եկեղեցով ամուսնացանք, հոկտեմբերի 6-ին Աննան ասաց, որ երեխա ենք ունենալու։ Երբ լսեցի լուրը, ոտքերս ասես բամբակից էին դարձել ու ես բարձրացել էի օդ, ոնց որ օդում լինեի, անհասկանալի էր։ Արամեն խոսել էր նաև կնոջ հղիության ուշ ստացվելու պատճառի մասին։ Ես այս մասին երբեք չեմ խոսել, որևէ խնդիր չի եղել, երևի իմ շտապողականությունն է եղել ուշ ստացվելու պատճառը։ Բոլորը հավատում էին, որ կլինի, մեզ խորհուրդ էին տալիս գնալ այս կամ այն եկեղեցի, բայց ես ինձ այն մտքի վրա բռնեցի, որ էլ եկեղեցի չի մնացել, ամբողջը շրջել ենք, խնդրել ենք։ Հատուկ շնորհակալություն պիտի հայտնեմ Ռոզա Ծառուկյանին, ով ամեն ինչ անում էր, որ երեխա ունենանք։ Երուսաղեմից Զեյթունի կուտ մոմ էր բերում։ Մենք գնացել էինք սանատորիա, հա, դա էլ ենք փորձել։ Այնտեղ հայտնվեց մի ռուս բժիշկ, ով Աննային թաքուն ասել էր. նա երբեք երեխա չի ունենա, ինչի համար է նա քեզ պետք։ Կարճ ասած, փորձել էր համոզել, որ ջահել աղջիկ ես, ինչ գործ ունես իր հետ։ Աննա Մարիանին կուկլ աղջիկն է, ես նրան եմ սիրում, քեզ սիրում եմ անմարից է նա, ով պարգևում է սիրով երկրան, սիրտը քո հիմար, մեկ ուրիշին է տվել օրգյանք, չես կարող քո հոգին դու հանձնել, ոչ մեկին ու անգամ մեր հողին, այդ իրոջն է, որ միշտ չէ հոգին։ Հեքիաթի